Հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր շատ սպասված Արարատյան խոհանոց հաղորդումն է։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ արձագանքում եք ձեր խորհուրդները եւ ձեր առաջարկները, բարեկամներ, մեզ օգնում են, այնպես որ շարունակեք այդպես մասնակիցը լինել մեր հաղորդումների։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ, որ կօգնեն ձեզ ձեր ընտանեկան կերակրացանկը ավելացնելու, զարգացնելու։ Բարեկամներ, այսօր մենք պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Աբովյան քաղաքը ներկայացնող երիտասարդ սկսնակ խոհարար Բագրատ Ավագիմյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես Բագրատ։ Լավ, մերսի, դուք։ Լավ, տրամադրությունը ինչպե՞ս է։ Բարձր։ Լավ է տրամադրությունը։ Այո։ Եթե ես մի բան նշեմ, կարծում եմ քո տրամադրությունը էլ ավելի կբարձրանա։ Մեր նախորդ հանդիպումներից հետո արձագանքներ կան եւ ուզում են, որ նորից հանդիպեն քեզ, հենց դրա համար էր, որ ես քեզ նորից հրավիրեցի մեր տաղավար եւ շնորհակալություն, որ հրավերը չմերժեցիր։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք թոքից, այսինքն ենթամթերքից։ Ենթամսամթերք եւ լյարդ։ Այո։ Պատրաստելու ենք մի քիչ այդ ոճով, որի համար մեզ պետք է լինելու լյարդ։ Այո։ Ալուր, շաքարավազ, թթվասեր, այո, բուսական յուղ, կարմիր գինի եւ համեմունք եւ սոխ։ Իսկ գինի շար չի։ Շատ։ Շար։ Չէ, որտեվ ալկոհոլը ծնդելու է։ Լավ, ես ասել եմ, որ գինին շար է։ Այս բարագայում ոչ։ Ինձ հատկացրել ես որոշակի գործողություն, կարող ես օգնել։ Դուք կդրատեք սոխը, բարակ կիսա լուսնաձև, հա? Սոխը բարակ կիսա լուսնաձև։ Լյարդը բարակ։ Ինչ համեմունք ենք օգտագործելու։ Օգտագործելու ենք սևի բար աղ, շաքարավազ եւ ալուր։ Իսկ ամենակարևոր համեմունքը տրամադրություն եւ հոգու ջերմություն։ Մի քիչ էլ սեր, չէ։ Այո։ Բայց կաթի սեր չէ։ Հա, կաթի սեր չէ։ Լավ, այս մեր տժվժիկը, որ ազնագողաց է, հետո դու ինտերնետում կարդացել ես ու գալիս ես ներկայացնում։ Ես ինտերնետից չեմ կարդացել։ Ես որտեղից ես բա կարդացել։ Գրքից մի քիչ էլ Որ գրքից։ Ինչ մի։ Եվրոպական։ Եվրոպան։ Տժվժիկն էլ Եվրոպան գողացավ, բարեկամներ։ Լավ, վրեն ավելացրեց ինչ որ շաքարավազ, չգիտեմ ինչ, դարձրեց իրենը։ Բա ոնց հալինելու Բագրատ։ Ես եմ ավելացնում շաքարավազը։ Հա։ Այո։ Լավ։ Մի քիչ իմպրովիզացնում եմ։ Անենք սև պղպեղ։ Մի քիչ աղարեք։ Եվրոպայից են սովորեցրել նախորոք աղանել, նոր տապակել։ Դե այդպես եմ ես անում, որպեսզի համերը խառնվի։ Ես առաջարկում եմ տապակենք, նոր աղանենք։ Ինչպես կուզեք։ Դե շաքարավազ ավելացրեք մի քիչ։ Շաքարավազ, քանի որ եվրոպական է, ավելացնենք։ Դա եվրոպական չի, դա ես եմ մտածել։ Եվ ալուր։ Հա, ախ, պիտի ալրապատես, հա։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Այս սա արդեն լրիվ փոխեց ամբողջ ծրագիրը։ Ալրապատում ենք։ Այս դեպքում պիտի աղանեինք արդեն։ Եթե դու սկզբից նշեիր, որ պիտի ալրապատես, ես չէի միջամտի քեզ։ Մի քիչ թավայի մեջ բուսական յուղ ավելացրեք։ Ավելացնեմ, դու միայն ասա ինչ պիտի անեմ ես։ Այո։ Բուսայուղը ընտրել ենք բարեկամներ կես բաժին։ Ձիթապտղի յուղ կես բաժին արևածաղկի, հա։ Այո։ Այսպես։ Եվ անմիջապես պիտի շրջել, անմիջապես պիտի խառնել, որ լավ կերևապատի այն, ինչ որ անում է Բագրատը։ Շատ չենք տապակում, որովհետև ավելացնելու ենք սոխը։ Ավելացնենք հիմա։ Այո։ Խառնենք քիչ։ Թավան լավ տաք է։ Եվ սոխը փոխեց իր գույնը։ Կավելացնենք թթվասերը։ Ահա, սոխը գույնը փոխեց։ Ավելացնենք գինին։ Շատ քիչ, որպեսզի պահպանվի կարմիր գույնը։ Լավ։ Այսքանը բավական է։ Խառնենք։
Եվ ավելացնենք թթվասերը։ Խնդրեմ։ Կանաչի պիտի օգտագործենք։ Կանաչին մատուցելուց մի քիչ վրանք ցանենք, ավելացնենք Իմ թթվասերը։ ճաշակով թե քո։ Ձեր ճաշակով, այսպես, Ես սամիթ եմ նախընտրում։ ավելացնենք սամիթ։ Եվ այսպես։ Ահա։ Սա այսպես։ Թողնենք մի քիչ համերը խառնվեն Լավ։ եւ կանենք մի քիչ էլի աղ, որովհետեւ ավելացրեցինք սոխը Այո։ եւ կանենք մի քիչ պղպեղ, սև։ Լավ։ Ավելացնենք։ Ավելացնենք աղը։ Սև պղպեղ։ Եվ կմատուցենք։ Վերջ պատրաստ է, չէ՞։ Այո։ Ճարակ պատրաստվեց։ Խնդրեմ։ Մատուցենք այս ամանի մեջ։ Վերցնենք սա։ Այսպես։ Մինչ կպատրաստի, մինչ մատուցման համար կնախապատրաստի Բագրատը, ես հիշեցնեմ բարեկամներ, որ տապակը տաքացրինք, ձեթը մի քիչ դավեցինք, այնուհետև կտրատեցինք եւ տապակի մեջ ավելացրինք լյարդը, բայց լյարդը նախորոք համեմել էինք աղ, պղպեղ եւ ալրապատել Եվ շաքարավազ։ եւ շաքարավազ։ Տապակեցինք մի քիչ լյարդը, այնուհետև ավելացրինք սոխ, սոխը մի քիչ գունափոխվելուց հետո ավելացրինք կարմիր անապակ բերթաշեն տեսակի գինի եւ թթվասեր։ Վերջում ավելացրինք աղպղպեղ եւ ինչպես վերջում կանաչի։ Վերջում կանաչի։ Եվ կարմիր բիբար։ Եվ այսպես գունազարդենք ուտեստը, չէ որ այս ուտեստը եվրոպական է, Հայաստանից ներկրված, Հայաստանից Հայկական մոտիվ։ յուրացված եվրոպական ուտեստ։ Լավ, ուզում եմ որ դու ինքդ ներկայացնես եւ քո առաջարկները մեր հեռուստադիտողներին։ Առաջարկում եմ հեռուստադիտողներին շատ օգտագործեն այսպիսի մթերքներ, ինչպիսին է լյարդը, սիրտը, թոքը, որովհետև նրանց մեջ շատ է պարունակում երկաթը, որը օրգանիզմին անհրաժեշտ է։ Բարեկամներ, երկաթի համար էլ այս կողմ այն կողմ չընկնենք։ Անպայման օգտագործենք ենթամսամթերք եւ մենք ունենանք երկաթ։ Շինարարության համար չէ իհարկե։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բագրատին իր այս բովանդակալից ելույթի համար, խորհուրդների համար եւ թող ինքը շարունակի այսպես ուսումնասիրել խոհարար մասնագիտության գաղտնիքները։ Շնորհակալություն Բագրատ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ ուզում եմ, որ մեր հանդիպումները ունենան արդյունք, իսկ այս արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, մատուցվում է, կարելի է մատուցել եւ նախաճաշին եւ ճաշին։ Մատուցման ջերմաստիճանը 65-70 աստիճան, պետք է ճաշակել կարմիր անապակ բերթաշեն տեսակի գինով։ Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք, բարեկամներ, լինենք միասին, ազգ սիրենք եւ հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Լյարդից բիֆ ստրոգանով։ Լյարդ 500 գրամ, թթվասեր 200 գրամ, ձեթ 30 գրամ, սոխ 300 գրամ, գինի 80 միլիգրամ, շաքարավազ 10 գրամ, աղ, սև պղպեղ, բարեախորշակ։